աշխարհի ամենահայտնի գրողներից մեկը Ալեքսանդր Դյումա հայրը իր նախավերջին Կովկաս ստեղծագործության մեջ ունի մի հետաքրքիր նկատառում։ Դյումա հայրը գրում է, որ աշխարհի լավագույն ուտեստը, որ ես երբևէ կերել եմ, դա եղել է Դերբենդում մի աղքատ հայի ընտանիքում ոչխարի մսից պատրաստված խորովածը։ Եվ այսօր խորոված կպատրաստենք ոչխարի մսից։ Գիտեք, որ խորովածը աշխարհի առաջին հայտնի ուտեստն է եւ քանի որ հայերս էլ համարվում ենք աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկը, եթե ոչ ամենահնագույնը, կպատրաստենք առաջին ուտեստը, որ կերել է մեր նախամարդը եւ այն կպատրաստենք մի հետաքրքիր վայրում, որ եւս կապված է Ֆրանսիա եւ ֆրանսիացիների հետ, որովհետեւ այս վայրը կոչվում է Շամլուղ եւ այն Հայաստանի միակ վայրն է, որի ծագումը ունի ֆրանսիական բնույթ։ Շամլուղ նշանակում է դժվար ճանապարհ, մեզ սպասում է դժվար ճանապարհ ներկայացնելու համար հայկական խոհանոցը եւ մենք այդ ճանապարհի սկզբին ենք եւ կսկսենք հաղթահարել քայլ առ քայլ։ Մենք օգտվում ենք այն հնարավորությունից, որ մեզ բնությունն է տալիս եւ քանի որ մեր ձեռքի տակ հիմա չկա այնպիսի կոճղ, որի վրա մենք կարող ենք դնել մեր միսը, մենք հավաքում ենք այս թանթրվենու ճյուղերը, իդեպ թանթրվենին հետաքրքիր հատկություն ունի, տեսնում եք, որ հետագայում կարող են պտուղներ դառնալ, դրանցից հնարավոր է նաև մուրաբա պատրաստել, դժբախտաբար մեր հայկական խոհանոցում մենք այժմ շատ քիչ բույսեր, շատ քիչ մթերքներ ենք օգտագործում ենք հիմնականում այն մթերքները, որոնք որ այսօր վաճառվում են սուպերմարկետներում, խանութներում եւ մեր խնդիրն է նաեւ ցույց տալ մեր խոհանոցի այն առավելությունները, որ մենք իհարկե ունենք։ Հիմա մենք կպատրաստենք այսպես կոչված բարձիկը մեր մսի համար, որը հետագայում իհարկե կմշակենք։ Մեր ձեռքին է այժմ նեպալյան մարտական դանակ, որ բավականին լավ է կտրում եւ ցանկացած անտառգնացողի խնդիրն է, որ ինքը կարողանա օգտվել այն հնարավորությունից, որ ինքը ունի։ Տեսեք, մենք ընդհանրապես կօգտագործենք մոտ 20-25 քառակուսի մետր տարածություն, բայց կստանանք այն արդյունքը, որ մեզ համար անհրաժեշտ է։ Հիմա սա մենք կփռենք գետնին, բնականաբար կընտրենք ստվերոտ տեղ։ Մենք կարող ենք բնականաբար սրան լվանալ, ինչը որ մենք կանենք հիմա առվակում։ Ընտրում ենք ստվերոտ տեղ, որպեսզի թե մեր ստեղծագործական խմբի համար աշխատելը հեշտ լինի, փռեցինք։ Տեսեք, շատ կարևոր է գառան խորովածի կամ ընդհանրապես ոչխարի խորովածի դեպքում, որ միսը լինի թարմ։ Եթե ինքը լինի սառնարան մցված եւ ասինքն սառեցրած եւ հետ բերած, իր համայն հատկանիշները կորչում են։ Տեսեք ինքը ինչքան թարմ է, ընդամենը 1 ժամ առաջ է մորթվել։ Սա հենց այն է, ինչի մասին որ ասում էի, թանթրվենին։ Այստեղ նույնիսկ այս պտուղներ տեսա, հավասիկ։ Տեսեք, այս պտուղներից հետաքրքիր մուրաբա է ստացվում, որը շատ օգտակար է բարձր ճնշում ունենալու համար եւ ունի հետաքրքիր համայն հատկություններ։ Եթե լիներ այնպես, որ մենք այդ մուրաբայից ունենայինք, մենք նաեւ կօգտագործեինք իրեն որպես սոս։ Բնականաբար տեսնում եք մոշ, այսինքն մոշենի թփեր եւ այս տարի բավականին շատ մոշ կա։ Այս հատվածը ստվերոտ եղել դրա համար չկա, բայց ճանապարհը մենք շատ տեսանք։ Տեսնում ենք եղինջ, որը մենք եւս կօգտագործենք, տեսնում ենք դաղց, տարբեր տեսակի մենք տեսնում ենք այստեղ, հավասիկ մոշը նաև
հասած է, որը կարանք որպես թթվային միջավայր էլ օգտագործենք մեկ այլ ուտեստի պատրաստման ժամանակ եւ ընդհանրապես մեր խոհանոցը, այսինքն երկիր մեդիայով այն ինչ որ ցույց ենք տալու, մենք օգտագործելու ենք այն ամենը, ինչ որ մեր ձեռքի տակ կա։ Իհարկե մթերքներ, որոնք որ կարող ենք ձեռք բերել նաեւ խանութից, բայց առավելապես օգտագործելով նաեւ բնության բարիքները։ Կյանքում եւ ցանկացած տեղ ամենաթանկ ռեսուրսը դա ժամանակն է, եւ որովհետեւ մենք ժամանակը ճիշտ օգտագործենք, հիմա մենք կհավաքենք փայտը, որ կտեղափոխենք եւ կրակը կկպցնենք, այնուհետ միսը կմասնատենք եւ երբ որ արդեն կրակը կլինի բավարար մակարդակի, ածուխը կլինի բավարար մակարդակի, մենք կստանանք խորովածը։ Մինչ այդ ուզում եմ ցույց տամ, որ տեսնեք, մեզնից ձախ գտնվում է շլորի ծառ, իդեպ այս շլորից պատրաստվում է թթվաշ թանձրուկ կամ ինչպես ժողովուրդն է ասում սոուս։ Իզնից աջ գտնվում է վայրի տանձի ծառ, տեսնում եք, ժողովուրդը ավելի շատ նրան ասում է պանդա, մենք լորեսնես ասում ենք չոլիտանց, սրանց ստացվում է հրաշալի կոմպոտ, որը գիտեք, որ օգտակար է նյութափոխանակության համար, ստացվում է հրաշալի համով, ինչպես մուրաբա, այնպես էլ տղամարդիկ շատ գնահատում են, հրաշալի համով մրգային օղի է ստացվում, վայրի տանձի օղի է ստացվում։ Հիմա մենք այս փայտը կօգտագործենք, այդ որում պետք է նկատի առնենք, որ խորովածի համար նաև շատ կարևոր այն փայտը, որ մենք օգտագործում ենք։ Հիմա սա դատելով իր տեսքից վայրի տանձի փայտ է եւ ինքը իր համային որոշակի հատկանիշներ ծխի միջոցով իհարկե կտա։ Տեսեք, մենք տեսնում ենք մի հետաքրքիր ծաղիկ, որը այսպես կոչված համադամասերներին կամ գուրմաններին ավելի շատ հասկանալի է, երբ որ ասում ենք օրեգանո, երբ որ իրանք օգտագործում են, սա ռուսերեն կոչվում է դուշիցա, հայերեն խնկածաղիկ, եւ տեսեք, երբ որ գրում ենք օրեգանո, բոլորը այսպես սա օրեգանո, երբ որ մենք ասում ենք ոչ թե արիշտա, այլ պաստա, բոլորը այսպես, բայց մենք այն ամեն ինչ, որ այսօր ունի համաշխարհային խոհանոցը, իհարկե բացի ծովամթերքը, որովհետեւ դժբախտաբար մենք ծով չունենք, այդ ամենը Հայաստանում կա։ Եվ հիմա մենք կպցնելու համար կօգտագործենք չոր օրեգանո, որ նաև իր հոտը կտա, եւ մենք քանի որ անտառում ենք եւ հնարավոր է որ մենք մեր ձեռքի տակ չունենանք հրաշալի եւ գիտեք որ ծաղիկները պետք է քաղել որպես համեմունք այն ժամանակ երբ որ իրենք ծաղկմանը մոտ են, այսինքն կոկոն վիճակում են այսպես ասած։ Մենք ավարտեցինք մեր հաղորդումը Երկիր մեդիայի եթերում եւ քանի որ 6-ը դա հայերի մոտ եղել է սրբազան թիվ, մենք 6-ը շամփուր խորոված պատրաստեցինք, որովհետեւ մենք 6 հոգի ենք եւ առաջին խորովածները իջեցնում ենք, հայերեն ասած, ինքը ենթամթերքի խորովածն է, այնուհետ անցնում ենք մսին, ինչու է 6-ը հայերի մոտ եղել խորհրդանշական թիվ, որովհետև ամենափոքր պարզ թիվն է, որ բաժանվում է ամենաշատ պարզ թվերի վրա, 1-ի, 2-ի, 3-ի եւ ինքն իրեն վրա, այսինքն 4 թվի վրա միաժամանակ բաժանվում է։ Մեր կտորները տարբեր կտորներ ենք վերցրել, տարբեր մեծության։ Հիմա արդեն մեծ կտորներն ենք դնում։ Հոտը բավականին գրավիչ է։ Եվ եթե նկատեցիք, մենք իրեն չենք մարինացրել,
Նաև աղնել արեցինք այն ընթացքում, երբ որ ինքը կարամելիզացվեց մեկ կողմը, հետո մյուս կողմը։ Տեսքը Զ գլխի չէ։ Վերցնում ենք առաջին իսկ պատահած կտորը։ Նախ տեսնում ենք, որ ինքը արդեն իսկ նույնիսկ ձեռքով հնարավոր է պոկել, կնշանակի ինքը էփած է, տեսնում ենք իր կազմը, կառուցվածքի, համը փորձենք։ Շքեղ համ ունի։ Եվ սա պայմանավորված է իհարկե այս մթնոլորտը, որ այստեղ տիրում է, այս բնությամբ, այս օդով եւ այն ստեղծագործական աշխատանքով, որ տանում է Երկիր մեծեր ստեղծագործական կազմը։